Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Միջին եւ կենտրոնական Ասիայի երկրներից Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ թե երկաթուղային եւ թե ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկում մինչեւ այս պահը Հայաստանը կարծես թե չի նշмарվում։ Վերջին օրերի ընթացքում ինտենսիվ քննարկումներ ու հանդիպումներ տեղի ունեցան Բաքվում։ Ի դեպ ճանապարհային նոր երթուղիների շուրջ Ադրբեջանում ծավալված քննարկումներին Հայաստանից նույնպես ներկայացուցիչ էր մասնակցում։ Ուշագրավն ու ակնառուն այն է, սակայն, որ բոլոր կառուցված եւ նոր կառուցվելիք երթուղիները շրջանցում են Հայաստանը։ Նոյեմբերին Ղրղզստանի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի միջոցով Չինաստանի Քաշգար քաղաքից դեպի Ադրբեջան բազմամոդել բեռնափոխադրումներ են սկսվել։ Եվրասիական տրանսպորտային երթուղին, որտեղ Հայաստանը չկա, Չինաստանից Եվրոպա բեռնափոխադրումների համար առաջարկում է այլընտրանքային տարանցիկ ճանապարհ միջին միջանցքով։ Հիշյալ միջանցքի հարավային թևը համարվող Եվրասիական տրանսպորտային երթուղին ընդգրկում է Չինաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան, թերևս նկատեցինք, որ այս երթուղում նույնպես Հայաստանը չկա։ Մյուս կողմից էլ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Իրանն են աշխատում հյուսիս-հարավ միջանցքի համար միասնական սակագներ նախատեսող եռակողմ համաձայնագրի վրա։ Մոսկվան արագացնում է Ռեշտ Աստարա իրանական հատվածի շինարարությունը, որը տարիներ շարունակ մնացել է այսպես կոչված մեռյալ խցանման կետ։ Ռուսաստանն ու Իրանը ռեսուրսներ, ժամանակ եւ քաղաքական կապիտալ են ներդնում Ադրբեջանով անցնող երթուղու զարգացման գործում։ Հյուսիս-հարավ միջանցքը նպաստում է ոչ միայն Ադրբեջանի եւ Ռուսաստանի, այլև տարածաշրջանի այլ երկրների, այդ թվում Վրաստանի եւ Իրանի միջև բեռնափոխադրումների աճին։ Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունները հաճախ հայտարարում են, որ Հորադիս Աղբենդ գծի շինարարությունը մինչև Հայաստանի սահման ադրբեջանական կողմը նախատեսվում է ավարտել 2026-ին։ Այլ կերպ թուրքական աշխարհը ջանք չի խնայում տարբեր ճանապարհային ցանցերով կապ հաստատել Եվրոպայի հետ։ Հայ քաղաքագիտական համայնքն ու վերլուծաբանները հույս ունեն, որ Հայաստանին եւս կդիտարկեն Ասիան Եվրոպային միացնող խոշոր ճանապարհային ցանցում։ Այն ինչ ծավալներով, որ Թուրքիան նախատեսում է, նաև Ադրբեջանը ընդգրկվի Չինաստանից դեպի Եվրոպա առևտրային այս ենթակառուցվածքների մեջ, դա կենթադրի անպայման Հայաստանի այս տարբեր ենթակառուցվածքներն օգտագործելը։ Այսինքն այս սրա հետ կապված մենք հետագայում կտեսնենք անպայման ինչ որ նոր քաղաքականություն, առաջարկներ երկկողմանի։ Դրան զուգահեռ Հայաստանն էլ երկու եղբայրական երկրներին միմյանց կապելու ուղղությամբ իր ճանապարհներն է առաջարկում։ Համենայն դեպս Թուրքիան ու Ադրբեջանը դեռ չեն արձագանքել Փաշինյանի Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա Մարգարա Եղեգնաձոր Սիսիան Գորիս երթուղով անցնելու առաջարկին։ Այս պահին դրան մեր արձագանքը հետեւյալն է, որ հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը։ Ես կարծում եմ այդ հաշվով հետաքրքրություն չկա, որտեղ ինքը նախ բավականին երկար ճանապարհայցյան մեջ, այստեղ ամենակարճ ճանապարհը դա պարզա հարավով ճանապարհն է, որը չկա այս պահին։ Մյուս կողմից այն, որ թուրքական կողմը իրական ձայն չհանեց, չարձագանքեց, իմ կարծիքով դա չի նշանակում, որ իրենք չեն քննարկում տարբերակներ։ Ուղղակի իրենք այս պահին դեռ հարցի ավելի շատ քաղաքական կողմի վրա են շեշտը դնում։ Կապաշրջափակվի արդյոք Հայաստանը եւ կդառնա արդյոք ճանապարհային խաչմերուկների կենտրոն, ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ տարբեր կողմերից միայն դրան վերաբերող ակտիվ հայտարարություններ ենք լսում։ Շինարարական առումով գործնական քայլեր չեն ձեռնարկվում, կամ էլ արհեստական խոչընդոտներ են ստեղծվում Հայաստանի համար կարևոր այդ ուղիները ապաշրջափակելու ուղղությամբ։ Վարչապետ Փաշինյանը ազգային ժողովում խոսել է աղքատության խնդրի մասին, շեշտելով կա աղքատության խնդիր, բայց ժամանակն է ի վերջո, որ մենք առերեսվենք եւ արձանագրենք դրա պատճառները։ Հայաստանում այլևս աղքատության պատճառը այն չէ, որ աշխատատեղ չկա, այլ աղքատություն կա միայն աղքատ չլինելու հմտությունների բացակայության կամ սակավ լինելու պատճառով, ասել է Փաշինյանը։ Վարչապետի խոսքով 2018-ից որդեգրել են այն ռազմավարությունը, որ աղքատությունը հաղթահարելու ձևը աշխատանքն է։ Կան մարդիկ, որ աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ։ Ինչու՞։ Քանի որ այստեղ եւս վերոնշյալ պատճառն է, շեշտել է Փաշինյանը։ Մոտ 1000 քաղաքացի 2025 թվականին ցանկություն է հայտնել դառնալ զինվորական։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է Պաշտպանության նախարարը։ Սուրեն Պապիկյանի խոսքով պարտադիր զինծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինվում է 18 ամսով։ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու
2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Փաշինյանը կառավարությունում հայտնել է, թե տարեցտարի բյուջեի եկամուտների ավելացմանը զուգահեռ պետք է խնդիր դնել նաև դրանց ճիշտ ծախսման տնօրինման վրա։ Կառավարությունը որքան էլ կարողանա ապահովել տարեկան 7% տնտեսական աճը երկրում, այնուամենայնիվ ըստ Փաշինյանի կառավարության աշխատանքի մեջ էլ կան բազմաթիվ թերություններ, եւ դրա պատճառն ըստ Փաշինյանի այն է, որ ներդրումներ չի կատարվում կառավարման որակի բարելավման մեջ։ Փաշինյանը նաև խոսել է Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելու ուղիներ գտնելու մասին։ Դրա առաջնահերթ քայլերից մեկն ըստ Փաշինյանի կրթությունը առաջնահերթ ռազմավարություն դարձնելն է։ Օրինակ, ընտանիքը ստանում է կարա ընդհանուր մինչև 100,000-ից 150, 200,000 դրամ աջակցություն ստանա։ Բայց սոցիալական աշխատող գնում է եւ զեկույց է գրում, որ ընտանիքի երեխաները գտնվում են ծայրահեղ սանիտարահիգիենիկ ծայրահեղ պայմաններում։ Մենք ընդունում ենք, որ այդ մեր տված գումարը չի կարող հերիքել հազար ներողություն ռոկոկո սերվիս ունենալու համար։ Հասկանում եք, այս մարդկան ծայրահեղ աղքատությունը ուզում եք տանենք կրկնապատկենք, գերապատկենք, չի փոխվելու մինչև մենք կրթությամբ չգնանք այդ ճանապարհին։ Էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը կերկարաձգվի ևս 1 տարով։ Օրենքի նախագիծն ունի 1 բացառություն։ Մենք առաջարկում ենք այս նոր կարգավորումը կիրառել 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված, այսինքն 2024, 2025 եւ 2026 թվականի արտադրության, որտեղ 26 թվականին է գործելու արտադրության մեքենաների համար։ Հայաստանը 2022, 23, 24 թվականներին ունեցել է ոչ միայն ավելացված արժեքի հարկի արտոնություն, այլև մաքսատուրքից ազատման արտոնություն քվոտայի շրջանակում 2022 թվականին 7000 միավոր, իսկ 2023, 24 եւ 25 թվականներին 8000-ական միավոր։ 23 թվականին ներմուծման ծավալը մեքենաների կազմել է 9635 միավոր, 22 թվականի համեմատ այս ցուցանիշը աճել է 75%-ով, 24 թվականի ներմուծման ծավալը կազմել է 11793 միավոր, ինչը 23 թվականի համեմատ աճել է արդեն 22%-ով։ Էլեկտրամոբիլների հետ կապված միակ հարցը սակայն ավելացված արժեքի հարկը չէ, որ քննարկվել է ազգային ժողովում։ Էլեկտրական մեքենաների ձիաուժերի պատճառով քաղաքացիները տարբեր չափերի գույքահարկ են վճարում։ Նույն մեքենայի համար, նույն տեխնիկական պարամետրերով որոշ դեպքերում շատ բարձր կամ այսպես ասած մարքեթինգային ձիաուժն է հիմք վերցվում եւ բարձր գույքահարկ է դրա համար հաշվարկվում եւ կան դեպքեր, երբ որ մարդիկ ինչ-որ փորձաքննություն են անցնում բավականին մեծ գումար դրա համար վճարելով, որի հիման վրա ձիաուժերը ավելի պակաս են հիմք վերցվում եւ ավելի քիչ գույքահարկ է վճարվում։ Պատգամավորը վստահեցրեց, որ խնդրի լուծումը կտրվի առաջիկա օրերին։ Հիմա աշխատում են, որպեսզի լինի համակարգ, որտեղ ԵԱՏՄ-ի ռեեստրից ելակետային տվյալները կվերցվեն եւ փորձաքննության կարիք չի լինի։ Օրակարգային մյուս հարցով շաբաթներ շարունակ տարբեր քննարկումների առանցքում հայտնված առողջության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը հասավ նաեւ ազգային ժողով ու պարզվեց, ապահովագրությունը չի ծածկի քաղաքացու բոլոր բժշկական պահանջները։ Ըստ առողջապահության նախարարի այն ուղղված է հիմնական հիվանդացության եւ մահացության բեռ հանդիսացող վիճակների ու հիվանդությունների մեղմանը եւ դրանց բուժման լավագույն արդյունքների ապահովմանը։ Հավելյալ ուրեմն կոմֆորտային պայմաններում ծառայություններ ստանալու համար։ Այնպիսի ծառայություններ, որոնք որ փոխհատուցման առավելագույն չափեր ունեն փաթեթի շրջանակներում, մեր երկրում շարունակելու է գործել մասնավոր ապահովագրման մեխանիզմները եւ իհարկե մեր քաղաքացիների մի մասը վստահաբար տարիների ընթացքում շատ ավելի մեծ մասը կարողանալու է օգտվել ինչպես պետական բազային ապահովագրական փաթեթից, այնպես էլ նաեւ պլյուս փաթեթներից, որոնք շատ ավելի մեծ ծառայությունների շրջանակ կընդգրկեն։ Առողջության համընդհանուր ապահովագրությունը ներդրվելու է հաջորդ տարվանից փուլ առ փուլ եղանակով։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում օդի որակի խնդիրներին։ Նա նշել է, որ երկարաժամկետ լուծումները շատ դեպքերում մայրաքաղաքի սահմաններից դուրս պետք է իրականացվեն։ Վերջին շրջանում ենք անընդհատ խոսում ենք օդի որակից եւ իրականում խոսում ենք նաեւ այն պատճառով, որ սկսել ենք օդի որակի չափումներ իրականացնել արդեն մոտավորապես 2 տարի է 2024 թվականից մեր բոլոր խոշոր կառուցապատվող օբյեկտներում ներդրված են մեր սարքերը, որոնք որ միացված են մեր GIS համակարգին 175 սարքից մենք ունենք տվյալներ, որ եւ այդ տվյալները խոսում են այն մասին, որ օդի որակը մեզ մոտ վատթարանում է նոյեմբերի կեսերից եւ սկսում է բարելավել մարտի կեսերից եւ ցավոք սրտի որքան էլ որ ամենացավալի հատվածը այն է որ տենց բավականին բարդ գործոններով է պայմանավորված առաջին հերթին իհարկե մեր աշխարհագրական դիրքով եւ այս սեզոնում նաեւ որոշակի եղանակային պայմաններով օդի ինվերսիայով եւ այդ օդը, այսպես ասած, գալիս է եւ մեր տարածաշրջանում էական ժամանակ մնում է։ Իհարկե լուծումներ կան, շատ բարդ լուծումներ են դրանք եւ մենք խոստացել ենք, որ խոսելու ենք նաեւ այդ լուծումների մասին։ Եթե երկարաժամկետ լուծումների մասին ենք խոսում, խոսքը գնում է հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ մշտադալար կանաչապատ տարածքների ստեղծման մասին, որոնք որ որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող քամիների նկատմամբ եւ կարծում եմ սա երկարաժամկետի մասով է։ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայաստանի ողջ տարածքում գործում է հուզական աջակցության թեժգիծը, այն հասանելի է 0800 00 900 անվճար հեռախոսահամարով։ Ծառայությունը գործում է առաջնորդվելով միջազգային լավագույն փորձի եւ էթիկական օրինակելի չափանիշներով։ Թեժգծի մասնագետները կլսեն առանց քննադատության կտրամադրեն հոգեբանական աջակցություն եւ անհրաժեշտության դեպքում կուղղորդեն այլ ծառայությունների աջակցությունը համալիր դարձնելու համար։ Եվրամիությունը 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար։ Կովկասի էլեկտրահաղորդման ցանց նախագծի նպատակն է ապահովել հուսալի, ճկուն եւ փոխշահավետ միջսահմանային էներգիայի փոխանակում հարավային Կովկասում, սինխրոնացնելով Հայաստանի եւ Վրաստանի էլեկտրացանցերը։ Կառավարությունը հավանություն է տվել պետական նպաստների մասին օրենքի փոփոխություններին, որոնցով ծնողներին սպասվում են նոր աջակցություններ։ Օրենքի ընդունումից հետո կգործեն 4 տեսակի նպաստներ՝ մայրության, ծննդյան միանվագ, մինչև 2 տարեկան խնամքի եւ նոր ներդրվող երրորդ եւ հաջորդ երեխաների նպաստ։ 2026-ի սեպտեմբերի 1-ին եւ դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանվել է 500,000 դրամ, անկախ կարգաթվից։ Այնինչ գործող կարգավորումներով առաջին եւ երկրորդ երեխաների համար տրամադրվում էր 300,000 դրամ, երրորդ եւ չորրորդ երեխայի դեպքում տրվում էր 1 միլիոն դրամ, իսկ 5-րդ եւ հաջորդ երեխայի դեպքում 1,500,000 դրամ։ Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող պետական նպաստների համակարգը ամբողջությամբ պիտի դիտարկել եւ ինքն ուղղված է ժողովրդագրական իրավիճակին բարելավմանը, որպեսզի նպաստի իրավիճակի բարելավմանը։ Այս փոփոխության հետևանքով ծնելիության խրախուսման համար կարևոր երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդյան նպաստները նվազում են 2-ից 3 անգամ, ինչը լուրջ բացասական հետևանքներ կունենա բազմազավակ ընտանիքներում եւ կարող է ել ավելի խորացնել աղքատությունը, ասում են մասնագետները։ Հայաստանում սա առաջին դեպքն է, երբ նվազում է ծննդյան նպաստի չափը, ինչը հակասում է պետության սոցիալական պատասխանատվության սկզբունքին, ասում է Գործատուների միության նախագահը ու հավելում. առանց այն էլ 2025-ի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով Հայաստանում ծնելիությունը հասել է պատմականորեն ամենացածր մակարդակին։ 10 տարվա ընթացքում ծնելիության ցուցանիշը նվազել է շուրջ 20%, խորացնելով ժողովրդագրական ճգնաժամի մասին մտահոգությունները։ Կոմաները կրճատելով ավելի կվատացնենք աճի գործընթացը, աճի դինամիկան։ Այսինքն ավելի կնվազի շահագրգռվածությունը։ Բայց կրկնում եմ, ընտանիքների պարագայում ես չեմ գտնում, որ դա պիտի լինի
փողային շագրգռվածություն։ Ես ընդհանրապես այդ մոդելը մի քիչ այլ կերպ կտանեի առաջ։ 2022-ի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների ծննդյան կապակցությամբ ամեն ամիս այժմ ընտանիքներին տրամադրվում է 50,000 դրամ աջակցություն, մինչև երեխայի 6 տարին լրանալը։ Որպեսզի ամսական 50,000 դրամը տրամադրվի, պայմանն այն է, որ նոր ծնված երեխայի կարգաթիվը լինի երրորդ կամ հաջորդ, այսինքն երբ 2022-ի հունվարից հետո ընտանիքում ծնվի 3-րդ, 4-րդ, 5-րդ երեխա, այդ գումարը տրվում է յուրաքանչյուր երեխայի համար։ Եթե անգամ եռյակ ծնվի, ապա 50,000 դրամները կտրամադրվեն մինչև երեխաների 6 տարեկան դառնալը։ Նիկոլ Դուման առաջին շենքը վթարային դառնալու ճանապարհին է, 1 տարի է շենքի որոշ հատվածներում գարշահոտություն է, իսկ կեղտաջրերն ու անձրևաջրերը լցվում են նկուղ, պատճառը կոյուղատարերի թերի նորոգումն է։ Թաղապետարանը եկել է, տրուբեքը սա խդած է, փոխել է։ Բայց գործը կիսա տարված էլի։ Նիսա։ Սենց էթում այն տրուբինա կպնում, գնում է այն պատի մեջով, էթում է դեպի լուկ։ Այդ պատի մեջ արդեն տրուբեն վնասված է, էդի պիտի փոխեն։ Վիոլան էդի պիտի փոխի, դրսում է։ Վիոլան, հա, դրսում է, դրսից միջև պատվալի քոքը ինքը պիտի փոխի։ Արաբկիրի թաղապետարանն ու Վեոլիա ջուրընկերությունը խնդրի լուծումը մեկը մյուսի վրա են գցում։ Փոխարենը շենքի հիմքերն են օրորի ավելի քայքայվում։ Կեղտաջրերը, կոյուղաջրերը թափվում, լցվում են ամբողջ նկուղով, մեկ նախ տարածքում տիրում է հիմի եղանակը սառնա, տիրում է գարշահոտ վիճակ։ Նկուղի պատերին արդեն իսկ ճաքեր են առաջացել, օր առաջ խողովակաշարերը պետք է նորոգեն, հակառակ դեպքում ամեն օր ապրելն այստեղ դառնալու է ավելի վտանգավոր։ Մայրաքաղաքում Շիրակի փողոցում գտնվող նախկին դաշնամուրի գործարանի տարածքում դեկտեմբերի 1-ին փլուզում է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով մասամբ փլուզվել է եռահարկ շինությունը, տնտեսական ապրանքների եւ սննդի պահեստի հատվածը, տուժած կա։ Հետախուզության արդյունքում գազի արտահոսք է տեղի ունեցել, գազի արտահոսքն է դադարեցվել, տարանվել են կողքի մասնաշենքի աշխատակիցները, սահմանազատում է կատարվել տարածքի, այդքան է։ Ունեցել ենք մեկ տուժած, տուժածը ոտքի վնասվածքով հոսպիտալացվել է։ Փրկարարները տեղում իրականացրել են հետախուզական աշխատանքներ։ Ոստիկաններն էլ պարզում են սեփականատիրոջի ինքնությունը, որպեսզի նրան հրավիրեն նշված վայր, հասկանան, թե ինչ պայմաններում է փլուզումը տեղի ունեցել։ Օպերատիվորեն ժամանել են նաև տեղում հերթապահություն են իրականացնում Երևանի 103 շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Փլուզման պատճառները պարզվում են։ Նոյեմբերի 30-ին Դդմաշեն գյուղի առաջին փողոցում ՎԱԶ-2107-ը բախվել է թույլատրելի հատվածում կայանված լադային եւ գազ 53-ին։ ՎԱԶ-2107-ի վարորդն ու ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի առաջին վաշտի բարեկները։ ՎԱԶ-2107-ի վարորդը եղել է անչափահաս։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ ուժօգնություն են ցուցաբերել։ Իմ տեղեկություններով վարորդը 07-ի եւ ուղևորը անչափահասներ են։ Նոյեմբերի 30-ին Թբիլիսյան Խճուղուց դեպի Քանաքեր հեկտանող ճանապարհին բախվել են Նիսանը, Hyundai Elantra-ն եւ Kia-ն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները։ Նոյեմբերի 29-ին Ազատության պողոտա Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են 22-ամյա Սամվելի Ford Fusion-ը եւ 39-ամյա Աննայի Նիսանը։ Վերջինը շրջվել է, իսկ Ford Fusion-ը բախվել է բազալտե եզրաքարերին ու բենզալցակայանի երկաթե պատնեշին։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Նոյեմբերի 29-ին 64-ամյա Արմենը ավազով բարձված բեռնատարով Երևան երազ ճանապարհին բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե պատնեշին, կողաշրջվել։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Վարորդը եղել է սթափ։
Նոյեմբերի 28-ին Բերդ ճամբարակ ճանապարհին Շաքման բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց կողաշրջվել։ Վարորդին առաջին օգնության են հասել քաղաքացիները նրան մեքենայից դուրս բերելու համար փրկարարության Բերդի շեջ փրկարարական ջոկատի փրկարարները մոտ 1 ժամ օգտագործել են հատուկ տեխնիկա։ Այդ ընթացքում էլ Բերդի բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկները մեքենայի մեջ վարորդին բուժօգնություն են ցուցաբերել։ Հետո նա տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Պարեգային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Սահմանազատել են պարեկներն ու համայնքային ոստիկանները տարածքը դեպքի մասին տեղեկությունն արդեն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Տավուշի քննչական բաժին